Հայաստանի կրթական ոլորտում ինչ խնդիրներ կան։ Ահա որ Ինչ իրավիճակ է Հայաստանի կրթության ոլորտում, մասնավորապես բարձրագույն բուհերի մակարդակով եւ ինչ խնդիրներ են առկա ըստ ձեզ։ Ուրեմն ես ծնվել եմ մանկավարժի ընտանիքում, լավ սովորել եմ, 17 տարեկան ընդունվել եմ համալսարան, 21 տարեկանում ավարտել եմ։ Մեր ժամանակ ձգտում կար։ Մեր ժամանակ ստացիոնարում, կոնկրետ համալսարանում, այդ հազար, մազար, ծանոթ, զանգ, գոյություն չունեցել, որ կասի սուտ ա եղել։ Բայց աշխարհը փոխում է նաև ուսումնական խնդիրներն են փոխվում։ Միգուցե ես չեմ պատկերացնում այն նոր փոփոխությունները, կան շատ մակարդակով երեխաներ, ծայրահեղ լավ, եւ կան որ դասի չեն գնում, բայց կարմիր դիպլոմ եմ ստանում, որը ես չեմ ընդունում։ Բայց ես քանի որ օպտիմիստ եմ, լավատես եմ, ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու ապագայում։ Միանգամից դժվար է էլի բոլորը փոխել եւ այլ եւ այլ։ Մեր ժամանակ մեր սերունդը ձգտում ուներ սովորելու, ոնց որ ամեն ուզում էր անպայման ավարտեր, արդառնար հպարտություններ առաջ հերթին ծնողների համար, բարեկամների համար եւ վերջին հաշվով կրթված մարդն ավելի լավ է, քան թե դոդել լինելու։ Արդյոք այդ սխալները գալիս են միայն ուսանողներից։ Չէ, իհարկե, համակարգից է գալի, որ այդ փորձնական համակարգերը ներդրում ես ինչ որը միանգամից չի կարող իրեն արդարացնել։ Փորձաշրջան է պետք, ժամանակ է պետք որ ուղղելու։ Որոնք են այս պահին Հայաստանում պահանջված մասնագիտությունները։ Պահանջված մեր ժամանակ իրավաբանությունները, բժշկությունը, տնտեսագիտությունը եւ մեկ էլ պոլիտեխնիկի շինարարական ֆակուլտետը, պրեստիժնի։ Այսօրվա դրությամբ հիմնականում ձգտում են ինչ որ արդիական է, որի պահանջարկը կա, նույն այդ բարձր տեխնոլոգիաները եւ այլ մոռացել եմ արդեն 50 տարի անցել է, ձգտում են դրանց, որ ավարտելուց ունակ Գյուղ ակադեմիայում 75,000 թոշակ են նախատեսել, բայց էլ նիդաբորա չեն գնում ուսանողները, որտեղ մտածում են ոչանասնաբուժի կարիք կա, ոչ գյուղատնտեսի, չնայած իրականում դրա կարիքը կա։ Եվ այլն։ Օրինակ թորնիկս հիմա գերազանցիկ 10-րդ դասարանում երկու հատ մարզային օլիմպիադայի հաղթող ա եղել, ասում եմ, Լիլ ջան, ինչ ես ուզում, պապի դեռ մտածում եմ որոշում կայացնելու համար վերջնական, որովհետև իմ վերջի ուրախությունն է, հպարտությունն է, էլի գերազանցիկ։ Շատ ուսանողներ այսօր որոշում են իրենց կրթությունը շարունակել արտերկրում, որն է դրա հիմնախնդիրը եւ ինչ պետք է անի պետությունը, որպեսզի ուսանողները նախ որոշեն մնալու այստեղ ստանալ իրենց կրթությունը, իսկ եթե անգամ գնում են այլ երկիր, հետ գան ու իրենց ներուժը այստեղ օգտագործեն։ Եթե վերադառնալու են, ցանկալի է։ Իսկ եթե գնալու են դառնան նոյագրավ, ում են պետք է։ Որն է խնդիրը, որ ուսանողները որոշում են իրենց ուսումը շարունակել արտերկրում, ըստ ձեզ որն է այդ խնդիրը։ Կարծում եմ ուսման որակը եւ պահանջված մասնագիտություններին։ Օրինակ ընկերոջս երկու աղջիկ ուներ, ավարտեցին ժողը, ավարտեցին ամերիկյան համալսարանը, հետո օնլայն ձևով ընդունվեցին Քեմբրիջ թե որտեղ Հիմա ավարտել են բարձր աշխատավարձ են ստանում ու չեկան հետ։ Այսինքն Հայաստանը չի բավարարում ուսանողների պահանջները։ Աշխատանք գտնելու խնդիրն է, հա, դե բանվորի տեղ ամենտեղ կա։ Չնայած բոլորս կախված ենք իրանց։ Չի գնահատում իր մասնագետներին Հայաստանը։ Լավ մասնագետներին ձեռը են խլում։ Դա սուտ է, որ ասում են գործ չկա։ կրթության վիճակը ընդհանրապես ամբողջ աշխարհում շատ վատ վիճակում է, այն որ գիրք չեն կարդում, սովորական գիրք չեն կարդում, դա արդեն ամեն ինչ ասում է։ Եթե նորմալ ձևի երեխաները կրթություն չեն ստանում, դպրոցում չեն ստանում, գնում են բուհ, այդ բուհում ինչ պետք է սովորեցնեն։ Կամ եթե շատ լավ մասնագետ է, շատ լավ դասախոս է, իսկ երեխան չի սովորում,
Բուհը ինչ կապ ունի։ Մենք օրինակ սովորում մեր ժամանակներում էլ է տենց եղել։ Սովորողը սովորել, ով որ ցանկացել է սովորել, նա սովորել, նա կրթվել է։ Երբ դու ունես արժեքային համակարգ, իսկ արժեքային համակարգի բոլորի մոտ տենց է, չէ՞, մարդը սիրում է իր երկիր, իր հայրենիքը։ Նա կգնա բոլոր տեղ էլ կաշխատի, կսովորի, կգա ու կգա իր երկիր, եթե ինքը սիրում է իր երկիրը։ Եթե օրինակ ուզում է բարձր լավ մասնագետ դառնալ, միանշանակ բոլորը հետ են վերադառնում։ Ես գիտեմ մարդիկ, որոնք գնացել են, սովորել են ու հետ են վերադարձել։ Ու հիմնականում այն ընտանիքների երեխաներն են եղել, ովքեր որ ծնողները իրենց տանը միշտ հայրենիքը, հողը, հայոց լեզուն Խորությամբ չեմ տիրապետում Հայաստանում կրթական իրավիճակը, բնականաբար պրոգնոզներ անելը մի քիչ անշնորհակալ աշխատանք է, բայց որպես արցախցի ես հորդորել եմ նաև մեզ մոտ նույնիսկ բարձրակարգ ամբիոններից անգամ, որ միշտ էլ հաշվի առնեն խորհրդային տարիների ուսումնադաստիարակչական փորձն ու պրակտիկան ժամանակակից հնչերեն տալով։ Դա կլինի մեծ առաջադիմություն։ Թող այդ ուղղությամբ մտածեն։ Իսկ որոնք են պահանջված մասնագիտությունները այս պահին ըստ ձեզ Հայաստանում։ Դե քանի որ ժամանակակից տեխնոլոգիան անընդհատ զարգանում է, պետք է բնականաբար այդ մասնագիտական այդ ուղղությունները զարգացնել ու որպեսզի կադրային նորմալ բազա պատրաստվի։ Կրթություն ստանալը դա մի հարց է, բայց որքանով է պատրաստ կադր հետագայում դրանք որպես ժամանակակից առաջադիմական տեխնոլոգիաները կյանքում կիրառելու հաջողության հասնելու առումով։ Կրթական համակարգը Հայաստանում ունի իր պատշաճ մակարդակը, առանձնապես անհրաժեշտ չէ, չգիտեմ, Սորբոնի համալսարան գնալ, թե որտեղ գնալ։ Պարզապես այստեղ պիտի նախարարությունը մտածի, որպեսզի զարգացում տա բոլոր ուղղություններով, որպեսզի մեր ուսանողները չգայթակղվեն արտասահմանում սովորելու համար։ Սովորողը, ով ձգտում է գիտելիքներ ձեռք բերել, կապ չունի որտեղ եւ ինչպես։ Մենք միշտ էլ մեր ծրագրից, որպես նախկինում ուսանող, մենք միշտ էլ խորացել ենք, ծրագրից դուրս լրացուցիչ գրականություն ենք ընթերցել ու հիմնովին կարողացել ենք տիրապետել գիտության այդ ոլորտում, այդքան։ Դուք ասացիք, որ եկել եք Արցախի Հանրապետությունից եւ խոսելով այս թեմայից, ուզում եմ մի հարց տալ ձեզ, ինչ եղավ Արցախի ուսանողների ճակատագիրը, ովքեր որ այնտեղ սովորում էին ու կիսատ մնաց, ինչ եղավ ըստ ձեզ տեղյակ եք այդ թեմայից, արդյոք նրանք այստեղ հնարավորություն ունեցան շարունակելու, ինչ որ ձևով աջակցություն ստացան։ Գիտեք, ինչպես որքան ես տիրապետում եմ իրավիճակին, շատ բարդություններ է առաջացել, բայց դե պիտի հասկանան, որ ուսանողը մեղք չունի, որ ինքը հայտնել է ցեղասպանության, այս վտարանդիության, այս ամբողջ ճակատի մեջ։ Պարզապես իշխանություններն պետք է ըմբռնումով ընդունեն, որ այդ ուսման այդ վարձը մի քիչ ինչ որ չափ մեղմացնեն։ Սա է կարևորը, որովհետև միշտ էլ կեցությունն է որոշում գիտակցականությունը, այսպեսի մի թեզ կա։ Իսկ գիտեք կոնկրետ դեպքեր, որ ուսանողները չեն շարունակել իրենց ուսումը, որովհետև այստեղ իշխանությունները ինչ որ առաջնահերթություն չեն տվել իրենց։ Այո, այդպիսի դեպքեր կան, լսել եմ բարեկամական ընկերական շրջապատից, որ գերադասել են դրսում սովորել, որովհետև այնտեղ չգիտեմ ինչ արտոնություններ են տալիս, որպես փախստականի կարգավիճակ ունեցող որպես վտարանդի, բայց Հայաստանի իշխանություններն էլ պիտի պատշաճ ձևով մոտիկանալ հիմնախնդրի լուծմանը։ Այսօր տեսնում ենք, որ շատ երիտասարդներ իրենց ուսումը որոշում են օտար երկրում շարունակել, իսկ ըստ ձեզ ո՞րն է դրա պատճառը։ Երևի դրսում կրթությունն ավելի բարձր է, կրթական ցենզը ավելի բարձր է երևի դրսում, դրա համար փորձում են կրթությունը կամ ստեղ ստանում են, հետո շարունակում են այնտեղ։ Երևի դա է հիմնական պատճառը, որ ավելի բարձրակարգ մասնագետ դարձած վերադառնան հայրենիք։ Եթե իհարկե ուզենան հայրենիք վերադառնալ, որը շատ մարդիկ չեն վերադառնում հայրենիք։ Էդ էլ հենց իրանց սխալն է, որ գնում կրթությունը դուրս ստանում են, նույնիսկ պետության հաշվին մեր կրթությունը ստանում են, ֆինանսների միջոցով մեր պետության, ու
դուրս էլ մնում են, չեն գալի իրանց ներուժը դնեն իրանց հայրենիքի զարգացման համար։ Իսկ ինչ պիտի անի Հայաստանը, որպեսզի իր ուսանողները առաջնահերթությունը տան իր բուհերում սովորելուն։ Ամենաառաջինը յուրաքանչյուր հայ մարդ, կլինի ուսանող, կլինի հայ մարդ, պիտի իր հայրենիքը սիրի ու մնա ստեղ։ Պետությունը ամեն ինչի մասնագետը կախված է այդ մարդուց, այդ երեխուց։ Երեխուն եթե չուզեցավ սովորել, չուզեցավ մնա, չի մնալու, չի սովորել, ինչքան ուզում եք ասեք։ Իսկ եթե մարդը սիրեց իր հայրենիքը, իր պետությունը, փորձեց իր ավանդը, իր կրթությունը, իր գիտելիքը ներդնի մեր երկրի մեջ, մեր հայրենիքի մեջ, այդ ժամանակ ամեն ինչը լավ կլինի։ Ես մի բան կասեմ բոլորին, որ մեր ուսանողներին, ովքեր ավարտեն, կփորձեն դուրս գնան, թող դուրս չգնան։ Իրանց գիտելիքները ներդնեն մեր երկրի հզորացման մեջ։ Ստեղ ամեն ինչն է լավ, ամեն ինչն է նորմալ է, մնացածը ամեն ինչը յուրաքանչյուր մարդուց է կախված։ Եթե ամեն մարդ մի բնակավարում ինքը իրան դրսևորի որպես լավ, ուրեմն ամեն ինչ նորմալ կլինի։ Կրթական համակարգը ոչ միայն բարձրագույն, ընդհանրապես կրթությունը շատ տխուր իրավիճակում է, շատ կուզենամ, որ ընդհանրապես ընտանիքից սկսած կրթությունը, մանկապարտեզից սկսած դաստիարակությունը եւ կրթությունը զուգահեռ գնան։ Մտածում եմ, որ ծնողներից է ամենաառաջինը, հետո նոր մնացածը։ Իսկ որ մասնագիտություններն են ըստ ձեզ սպահին ամենաարդիականը Հայաստանում։ Ըստ երևույթում բարձր տեխնոլոգիայի մասնագետներն են ամենաարդիականը, ես տենց եմ տեսնում, չնայած որ շինարարությունն էլ հիմա բավականին զարգացած է։ Երևի ճարտարապետային, ինժեներան ավելի հիմա պահանջարկ ունեցող մասնագիտություններից են։ Գիտեք, նախ պետք է այդ կապը ապահովեն, գործատու համալսարաններ, ուսանող գործատու այդ կապը, երբ որ պահանջարկը գործատուն տա, համալսարանը իմանա համապատասխան մասնագետ տա։ Կրթություն ստանալը ինքնանպատակ չի, կրթություն ստանալը պետք է նպատակ ունենա։ Ինչի համար է կրթություն ստանում։ Դրսում կրթություն ստանալը այնքանով է էֆեկտիվ, որ այնտեղ ճիշտ գիտեն ինչ մասնագիտության համար ինչ պետք է սովորել։ Մեր կրթական համակարգը համատեղ համաժամանակյա չի քայլում մեր ժամանակների հետ։ Շատ բան պետք է փոխել, համապատասխան չէ, որ մենք առաջ ենք գնում։ Հիմա այն հին աշխարհից ոչինչ չի մնացել։ Լրիվ աշխարհը փոխվել է։ Մենք էլ պետք է փոխվենք, կրթությունն էլ պետք է համապատասխանի, որ կարողանանք համարժեք քայլել։ Կնշեք մի քանի կետեր, որոնք որ պիտի փոխվի ըստ ձեզ։ Իմ կարծիքով համար մեկը, որ պետք է անպայման կապ լինի կրթության եւ գործատուի միջև, պետության, կրթության եւ գործատուի միջև։ Պետք է մեկը մյուսի հետ կապված լինեն եւ աշխարհի հետ հաղորդակցման մեջ լինեն, ինչ պետք է անենք, որ մենք առաջ գնանք, որպեսզի ճիշտ մասնագիտություն ստացողը իմանա, որ վաղը դուրս է գալու, ինքը այդ մասնագիտությամբ կարողանալու է աշխատի եւ վաստակի համապատասխան, ոչ թե մտածի լավ էսի վերջացեցի, մի հատ ուրիշ բան սովորեմ, որ փող աշխատեմ։ Եվ սիրել մասնագիտությունը, համար մեկը, իմ կարծիքով։ Ամենասարսափելի խնդիրը, որպես քաղաքացի եմ արձանագրում, դա կրթական կրթությունը անվճար չի եւ կրթության բնականաբար վարձը բավականին բարձր է, ինչը որ արդեն մեծագույն խնդիր է երեխաների եւ նրանց ծնողների համար։ Ամենակարևորը, ինչ վերաբերում է բուհերին, մասնավոր բուհեր կար ու չեմ ցանկանում մատնանշել, բայց արդեն առնչվելով այն երեխաները, որոնք մասնավոր բուհեր են գնում եւ հետեւելով իրենց ամենօրյա դասապրոցեսին եւ ասենք պետական բուհեր լիցենզավորված բուհեր գնալու դասապրոցեսին ակնհայտ է, որ դասապրոցեսը որպես այդպեսին հետադարձ կապը բուհից հետո եւ հետո վերադարձը սղված է, այսինքն ուսանողը ավելի շատ երևի ներկա լինելու կամ իրեն ներկայացնելու համար է բուհ գնում, քան գիտելիք ձեռք բերելու համար։ Իսկ որոնք են այսօր ըստ ձեզ ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանում։ Դա ինձ թվում է ակներև է, որ ամեն քննությունների հայտագրման ժամանակ երևում է, դա բնականաբար համակարգչային այս IT ոլորտն է, բժշկությունը մնում է եւ ինչպես միշտ, այսպես ասած, ճակերտավոր իբր թե հետագայում պաշտոնապահող իրավագիտությունը եւ միջազգային հարաբերությունները, որի արդյունք արդեն իսկ ակներև է, որպես այդպեսին այդ համակարգերը չեն գործում 30 տարվա այդ մասնագիտացված
կադրերի աշխատանքի հիման վրա երևում է ամեն օր մեր կյանքում։ Նայեք, շատ ուսանողներ նախընտրում են սովորել արտերկրում, որն է դրա խնդիրը, ինչի են ուսանողներն ընտրում արտերկիրը, այլ ոչ թե իրենց երկրում սովորելու տարբերակը, եւ այստեղ երկրորդ հարցը սրան զուգահեռ ասեմ, այդ դեպքում անգամ ինչ պետք է անի պետությունը, որպեսզի անգամ այնտեղ սովորած ուսանողները հետ գան ու իրենց ներուժը օգտագործեն իրենց երկրում։ Ես կարող եմ ձեզ նույնպես հռետորական հարց ուղղել, թե քանի հոգի ամեն տարի գրին քարտ խաղում Հայաստանի Հանրապետությունում։ Դա օտարամոլության մոլուցք է եւ ոչ թե կրթություն ստանալ, որտեղ կրթություն ստանալ արտերկրում ինձ թվում է նույն ծնողը շատ ավելի լավ կլիներ ապահովել այստեղ իր հետևեր ավելի ճիշտ եւ պահանջեր դպրոցից, անկեղծորեն ասեմ, պահանջարկը ծնում է իր նաեւ արդյունք, որպեսզի իր երեխան 10 տարին ոչ թե մսխեր իր ժամանակը, այլ ընդհանրապես կրթությամբ ստանար այդ 10 կամ 12 տարին։ Այսա ավելի շատ ես կարող եմ ասել օտարամոլությանն է, որովհետև նույնքան չափաբաժնով, եթե ոչ ավելի, բոլորը խաղում են գրին քարտ։ Լավ, իսկ ինչ պիտի անի պետությունը, որպեսզի հետ գան։ Պետք է ամենակարևոր խնդիրը աշխատատեղերն են, իրենց բնականաբար աշխատանքի դիմաց վարձավճարով։ Եվ պետք է իրապես ապագա կառուցի եւ ոչ թե խոսքերի վրա փլուզի մեր ապագան, ինչը որ ամեն օր մենք ակներով տեսնում ենք մեր աչքի առջև։ Կա կարծիք, որ Հայաստանում լավ մասնագետներին չեն գնահատում բավականաչափ, դրա հետ կապված ինչ կասեք։ Ակներև է, անկեղծորեն ասեմ, բայց դա նոր երևույթ չի, այլ ձևավորված որպես այդպիսին երևույթ է։ Ցավոք սրտի դրան բախվում են մասնագետները որպես այդպիսին։ Մենք պետք է արձանագրեմ հաստատակամությամբ, որ ճիշտ արձանագրում է դա։ Իմ աղջիկը ավարտել է Երևանի պետական համալսարանը ու հիմա աշխատում է Ռուսաստանում։ Ստեղ չգտավ իր տեղը։ Ժամերներ քիչ, աշխատավարձներ քիչ չեն հասցնում։ Այդքան դրա համար թողեցին 10 տարուց ավելի իրանք հիմա դրսում են։ Ու լավ աշխատում են։ Ու ես գտնում եմ, որ դա ցավալի է մեզ համար, ինչու այնտեղ կա, այստեղ չկա։ Ու շատ են ուզում գան այստեղ Հայաստան, Հայաստանի համար շատ են ցավում, ճիշտն ասած, բայց դե հնար չկա հետ գալու։ Այդ է։ Իսկ ինչ պիտի անի Հայաստանը, որպեսզի նման մասնագետները օգտագործեն իրենց ներուժը հենց իրենց երկրում։ Ես իշում ծրագիրը փոխեն, սովորեն ինչ-որ մի բան, չգիտեմ։ Օրինակ, պետությունը ինչ պիտի անի, որ ձեր աղջիկը հետ գա։ Պետությունը, իմ աղջիկա պահով ես կարամ ասեմ այն բանը, որ ասենք գա ժամերը ստանա, նորմալ ժամեր լինի, բացի դրանից նորմալ աշխատավարձ լինի։ Ուսուցչի, այո։ Այսինքն Հայաստանում ուսուցչուհիները չեն վարձատրվում, չեն գնահատվում բավարար չափով։ Ինձ թվում է տենց է, հա, եթե գնահատեն, հիմա որ ասեմ Ռուսաստանի համար մի հատ օրինակ բերեմ, կարող է ձեր դուրը չգա, բայց դե տենում եք Ռուսաստանում ինչ անում են, այնտեղ ուսուցիչներին առավելություն են տալիս, բան են տալիս, ամեն ինչ անում են, որ մարդիկ աշխատեն ու իրանց աշխատավարձը նորմալ ստանում են։ Իպացիկա են վերցնում, ինչ որ գումարին հատկացնում ուսուցչուների համար, ստեղ այդ բանը չկա։ Այդ բանը ստեղ չկա, դրա համար չգիտեմ, երբ կստացվի էդի երևի թե մերոնք էլ հետ կգան, շատ հույսով եմ, որ իմ աղջիկը հետ կգա, կաշխատի Հայաստանի համար, Հայաստան երեխեքի համար, ապագայի համար, շատ հույսով եմ, տենանք էլ է։